Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կայացած նիստի օրակարգում Գյումրու ավականու կոմունիստական խմբակցության երկու անդամների Գևորգ Ղուկասյանի եւ Սեդրակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու հարցներ։ Ուղարկել են մեզ երկու արձանագրություն, մեկը ամսի 28-ին, մեկը ամսի 31-ին հոկտեմբերի։ Ժամկետը 7 օր է, մենք այդ 7 օրվա մեջ առաջի դիմումից 7 օր է, երկրորդ դիմում 4 օր է։ 4 կամ 5 է։ Այդպես 31-ին, 4 օր։ Դրա համար մենք մի նիստով երկու հաջորդ տեխնազուներին տվեցինք մանդատ։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանը մանդատները վայր են դրել կալանավայրից օրենքով սահմանված կարգով։ Համայնքի ղեկավարը արժանահավատ է գնահատել այդ դիմումները, որովհետև դիմումը ներկայացվել է իրավաբանի միջոցով ու արձանագրությունը կազմվել է, ուղարկվել է մեզ։ Ավականու նախկին անդամների փոխարեն մանդատները հանձնվել են կուսակցության ցուցակի հաջորդ տեխնացուներին Սամսոն Էլբակյանին եւ Տիգրան Ավագյանին։ Նշենք, որ Տիգրան Ավագյանը, որին մանդատ է տրվել, ներկայումս եւս կալանքի տակ է գտնվում, սակայն դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել, ինչն էլ թույլ է տալիս տրամադրել մանդատը որպես հերթականությամբ եկող հաջորդ տեխնացուի։ Քանի որ դեռ դատարանի վճիռ չկա, մանդատը տրամադրվում է Տիգրան Ավագյանին։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի խոսքով մանդատ ստացած անձանց ներկայությունը նիստին պարտադիր չէ։ Հանձնաժողովը փաստ է արձանագրում է եւ հետագայում մանդատների թղթային տարբերակները հանձնվում են նրանց համապատասխան կնիքով եւ ստորագրությամբ։ Հավելենք, որ նիստին ներկա չի եղել կոմունիստական կուսակցությունից եւ ոչ մեկը։ Տեխնազուները, որոնք որ մանդատ են ստանում, իրենց ներկայությունը պարտադիր չի։ Այսօր իրենք ներկա չեն 5 օր առաջ այս նիստի մասին տեղադրված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, այնպես որ բոլորը տեղյակ են եղել, որ այսօր նիստ է լինելու։ Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո համայնքի ղեկավարի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, ում արձանագրություններով էլ ընդունվել են մանդատից հրաժարվելու դիմումները։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար միակ փաստաթուղթը օրինական ուժ ունեցող դա արձանագրությունն է համայնքի ղեկավարի կողմից կամ պաշտոնակատարի կողմից ընդունված այդ արձանագրությունն է, որ ինքը արձանագրում է, որ տվյալ անձը մանդատից հրաժարվել է։ Կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը 33 հոգուց է բաղկացած, ավականու կազմում խմբակցությունը 8 մանդատ ունի։ Կանխատեսվում է, որ կալանավայրից նոր մանդատ ստացած Տիգրան Ավագյանը եւս հրաժարականի դիմում կներկայացնի։ Ներկայում ստեղծված իրավիճակից ենթադրելի է, որ առաջիկա ավականու նիստին քվորումի խնդիր չի լինի։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։